Խաղաղությունը, որը փոխեց ամեն ինչ Փարիսան միշտ վախենում էր իր սկեսուրից։ Սարա, իր սկեսուրը, անհանգիստ ճնշող կին էր, ով միշտ խառնվում էր իր ամուսնու կյանքի մեջ։ Բայց Փարիսան միշտ փորձում էր ժպիտով լուծել խնդիրները։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Սարան գալիս էր իրենց տուն, շարունակում էր հրամաններ տալ մանրուքներից մինչ ամեն ինչ։ Մեկ օր, երբ Փարիսան զբաղված էր խոհանոցում, Սարան շարունակում էր վերահսկել տան բոլոր մանրամասները, հեռախոսը հնչեց։ Նա անմիջապես վերցրեց հեռախոսը, սովորական կերպով պատասխանեց «բար»։ Հեռախոսի մյուս կողմում լսվեց իր պապիկի ծանոթ, մտահոգ ձայնը, որը երկար ժամանակ չէր խոսել նրա հետ։ Նրա ձայնը լցված էր անհանգստությամբ, վախով։ «Փարիսա, գիտեմ, որ դու չես կարող հասկանալ, բայց պետք է ասեմ քեզ մի բան։ Մի բան, որը կփոխի ամեն ինչ»։ Փարիսան մի պահ շփոթված, զարմացած լսում էր հեռախոսը։ Պապիկը շարունակեց. «Սարան ոչ միայն քո սկեսուրն է, այլ պետք է նրան այլ աչքերով նայես։ Նա ունի մեծ գաղտնիք, որը սպառնում է քո կյանքին։ Պետք է ամեն կերպ հեռու մնաս նրանից, մինչդեռ ուշ չէ»։ Փարիսայի ամբողջ մարմինը սարսափեց։ Պապիկի խոսքերը ավելի շատ սպառնալիք էին, քան նախազգուշացում։ Նա չգիտեր ինչ անել։ Որպեսզի հնարավոր էր, արդյոք իսկապես Սարան գաղտնիքներ ուներ։ Ինչու էր պապիկը նման բան ասում։ Բայց այդ հեռախոսազանգից հետո ամեն ինչ փոխվեց։ Փարիսան որոշեց ավելի ուշադիր լինել Սարայի վարքագծի շարժումների հանդեպ։ Նա սկսեց ուշադիր լինել նույնիսկ այն մանրուքներին, որոնք նախկինում չէր նկատում։ Որ գաղտնիքն էր թաքնված այս ողջ ճնշման ու վերահսկողության ետում։ Օրը, երբ ամեն ինչ բացահայտվեց, ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Փարիսային հաջողվեց գտնել մանրամասներ, որոնք ցույց էին տալիս, որ Սարան ունեցել է մութ գաղտնի կյանք։ Բայց այդ զանգը միայն սկիզբն էր։ Այժմ պատմությունը միայն սկսվում էր պատմություն, որտեղ ամեն ինչ Փարիսայի ձեռքից դուրս էր եկել։